Չինական կենդանակերպի 3 նշաններ, որոնք ապրիլին հաջողություն և բարեկեցություն կգրավեն։ Ցուլ։ Ապրիլին ձեր ամենամեծ հաջողությունները սպասվում են անձնական հարաբերություններում։ Արդեն ապրիլի 21-ի մոտակայքում դուք հստակ կնկատեք այն դրական փոփոխությունները, որոնք գրավում ձեր կյանք։ Քանի որ նոր սովորություն ձևավորելու համար պահանջվում է 21 օր, և ամսվա սկզբին մենք դեռ յան էներգիայի ազդեցության տակ ենք, կազմեք փոքրիկ գործողությունների պլան և եղեք հետևողական։ Հետևողականությունը պահպանելու լավագույն ուղիներից մեկն այն է, այնպիսի առօրյա ձևավորելն է, որը տեղ կթողնի ռոմանտիկայի համար։ Աշխատեք ապրիլի ընթացքում շաբաթական գոնե մեկ անգամ ժամադրության գնալ, ցանկալի է ամսվա 12-ին, 18-ին և 28-ին։ Օրվա մեջ ստեղծեք շփման փոքրիկ հաճելի առիթներ, որոնք հեշտությամբ սովորություն կդառնան։ Պետք չէ ընկնել կարճ ճանապարհների կամ արագ արդյունքների հետևից, փոխարենը ձգտեք կայուն առաջընթացի։ Քանի որ ձեր հաջողակ թիվը 6-ն է, սովորեք փայփայել այն, ինչն իսկապես հաճույք է պատճառում ձեզ։ Թույլ տվեք, որ երևա ձեր քնքուշ կողմը։ Ապրիլի 11-ից հետո խորհուրդ է տրվում կրել մուգ շագանակագույն հագուստ, այն խորհրդանշում է խորություն և հուզական անվտանգություն։ Այս շրջանում կարող եք ավելի հանգիստ անցնել ձեր ծրագրերի իրագործմանը և նկատել դրական տեղաշարժեր հարաբերություններում։ Ձեզ համար լավագույն զրուցակիցը աքաղաղն է, իսկ եթե գրքեր եք սիրում, դրանցից մեկը դրեք ձեր տան հարավ-արևմտյան անկյունում, որպես կայունության հիշեցում։ Օձ։ Ձեզ հիանալի ամիս է սպասվում օձ։ Ձեր օրացույցում անպայման նշեք ապրիլի 10-ը։ Այդ օրը դուք կզգաք աշխարհայացքի որոշակի փոփոխություն, ինչը կստիպի ձեզ շարժվել բոլորովին նոր ուղղությամբ։ Այս ամիս դուք ներդանակություն եք փնտրելու։ Ձեր հաջողակ թիվը 2-ն է, որն օգնում է ցանկացած իրավիճակ, ներառյալ ձեր սեփականը, դիտարկել երկու կողմից։ Ձեր հավատարիմ դաշնակիցը ցուլն է, որը կօգնի ձեզ չկորցնել ինքներդ ձեզ և կսովորեցնի դադար առնել կարևոր որոշումներ կայացնելու առաջ։ Դուք ցանկանում եք լիովին տիրապետել ձեր ուժերին և խուսափել ճնշումներից, չանելով բաներ, որոնք հակասում են ձեր սկզբունքներին։ Կապիկ։ Այս ամիս եղեք առավելագույնս ուշադիր և արթուն, քանի որ ձեր հաջողությունը ուղղակիորեն կախված է ձեր տեղեկացվածությունից։ Դուք կնկատեք այն, ինչ վրիպում է ձեր ընկերների և հարազատների աչքից, ինչը կօգնի ձեզ ծանոթանալ և մտերմանալ կարևոր մի անձնավորության հետ։ Լսելու և զրուցակցին չընդհատելու ունակությունը գալիք հնարավորությունները բաց չթողնելու գլխավոր բանալին է։ Բարեկեցությունը ձեր կյանք կմտնի նոր նախագծի կամ հետաքրքիր գաղափարի միջոցով։ Դուք կտեսնեք, թե ինչպես են փոքրիկ քայլերը օգնում ձեզ առաջ շարժվել։ Հատուկ ուշադրություն դարձրեք 11 թվին, որն վարպետության թիվն է, որը հիշեցնում է սեփական գիտելիքներով կիսվելու կարևորության մասին։ Իսկ ուժ և էներգիա ստանալու համար այս շրջանում խորհուրդ է տրվում կրել արծաթյա ժարդեր։ Ինչ են հուշում աստղերն այսօր։ Խոյ։ Հակասական տրամադրություններով օր է, և այն լավ կանցնի, եթե դուք ճկունություն և ներփանկատություն դրսևորեք, ձգտեք խուսափել վեճերից։ Երկար սպասված հանդիպումները կանցնեն բոլորովին ոչ այն սցենարով, ինչպես դուք ենթադրում էիք։ Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում անգամ մտերիմների հետ շփումներում, էլուր մնաց սակավածանոթ մարդկանց հետ։ Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում բավական զգալի։ Ուղևորությունները կարող են կապված լինել հետաձգումների, տհաճ միջադեպերի հետ։ Եթե ֆինանսական դժվարություններ ծագեն, ապա դրանք ժամանակավոր բնույթ կկրեն և շատ շուտով բարեհաջող կլուծվեն։ Ցուլ։ Օրը կանցնի շփումների մեջ, սակայն դրանք միշտ չէ, որ բովանդակալից ու հաճելի կանցնեն։ Շատ ժամանակ կխլեն այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր բազմիցս անտեղի խառնվել են ձեր գործերին։ Հնարավոր է, որ այնպիսի լուրեր ստանաք, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել։ Միայն որոշ ժամանակ անց դուք կկարողանաք հասկանալ իրավիճակի նրբությունները։ Հնարավոր կլինի լուծել անձնական խնդիրները, չնայած ոչ միշտ այն ուղով, որը դուք կնախընտրեիք կիրառել։ Օրվա բարդություններին դիմակայելու համար նախևառաջ պետք է հետևեք ձեր ինքնազգացողությանը։
Երկվորյակներ։ Այսօր խնդիրները կծագեն այն բանից, որ դուք անverջ իրար եք խառնում անձնական եւ գործնական հարաբերությունները, ընդ որում ոչ միշտ օպտիմալ համամասնություններով։ Չարժե օգտագործել անձնական հմայքը պրոֆեսիոնալ խնդիրներ լուծելու նպատակով։ Այդ առաջին հայացքից անմեղ սովորույթը կարող է ձեր վրա թանկ նստել։ Ցանկացած դիմակայություն լուրջ բնույթ է ստանում, անգամ եթե դրա պատճառը աննշան մի բան է, եւ բոլոր շահագրգիռ կողմերը դա քաջ գիտակցում են։ Ցանկալի չէ այսօր սկսել որևէ մասշտաբային նախագիծ, ավելի լավ է սահմանափակվել մանր ընթացիկ հարցերով։ Խեցգետին, սա այն օրերից է, երբ ոչ միայն չեն արդարանում ձեր սպասելիքները, այլև անverջ ծագում են մանր, սակայն բազմաթիվ տհաճություններ, այնպես որ ձեզ համար բավական բարդ է լինելու։ Կարևորը, որ լավատեսությունն ու լավ տրամադրությունն օգնում են հաղթահարել բարդությունները։ Վառ են արտահայտվում լիդերական ունակությունները, դրա հետ մեկտեղ էլ ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած կամպանիայում դուք ուշադրության կենտրոնում եք։ Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց նրանց իրական որակներից ելնելով, այլ ոչ թե ձեր երևակայությանը։ Արյուծ, օրը շատ հարմար է շփումների եւ նոր ծանոթությունների համար։ Ձեր հմայքը չի մնում աննկատ, ուշադրության նշանների պակաս դուք չեք զգա։ Դուք կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ ոչ, եւ նախազգացումն էլ կօգնի խուսափել սխալներից։ Վառ են արտահայտվում ձեր բոլոր տաղանդները, դուք բազմաթիվ նոր երկրկբուներ ճեռք կբերեք։ Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես կարճաժամկետ։ Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությունը բարենպաստ կազդի ձեր վրա։ Օգտակալ կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան։ Գույս, ձեզ դուր չի գալիս այն ամենը, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում։ Հնարավոր են կոնֆլիկտներ սակավածանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա եւ մարզադաշտ այցելելը, ցույցերի եւ այլ հասարակական քաղաքական ակցիաների մասնակցելը։ Օրը հարմար է ոչ վաղանցելի իրադարձությունները վերլուծելու համար։ Դուք ճիշտ հետևություններ կանեք եւ այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերած ու կորցրածը։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը։ Կշերք, օրվա առաջին կեսին հեշտ չի լինի, թվում է թե բոլորը պայմանավորվել են փորձարկել ձեր համբերությունը։ Դժվար կլինի շփվել տարեց ազգականների հետ, ովքեր սովորականից ավելի հաճախ խառնվում են ձեր գործերին։ Փոխարենը դուք հեշտությամբ եք լեզու գտնում երեխաների հետ, իսկ նրանց հետ շփումները բարձրացնում են ձեր տրամադրությունը։ Օրը բավական բարենպաստ է ուղևորությունների մեկնելու համար, սակայն դուք պետք է չգերագնահատեք ձեր ուժերը։ Չափից ավելի երկար ճանապարհը կարող է հոգնեցուցիչ լինել։ Հետևեք ձեր սննդակարգին, մեծ է արհեստամոքսային համակարգի խանգարման հավանականությունը։ Կարիճ, օրը տհաճ անակնկալներ կմատուցի։ Հնարավոր է հիասթափություն մի մարդուց, ում դուք լիովին վստահում եք։ Հատկապես դժվար է լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանցից ամենամտերիմները տհաճ անակնկալներ են հրանցնում։ Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, այդ իսկ պատճառով է սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, հատկապես երբ գործը վերաբերում է ֆինանսներին։ Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի ինքնազգացողության նկատմամբ հետ, կենսական ներուժը նվազել է, եւ դուք շուտ եք հոգնում։ Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքից նույնպես ավելի լավ է հրաժարվել։ Աղեղնավոր, հաջող պեղմավոր օր է, որը առավելագույն հարմար է ցանկացած օգտակար աշխատանքի համար։ Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնված լինում կյանքի կոչելու ձեր համարձակաղապարները եւ հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել։ Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ։ Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, այդ թվում եւ մի մարդու հետ, ում հետ դուք նախինում կապված եք ցույց գործնական հարաբերություններով։ Նոր հրապույրը լուրջ բնույթ կկրի եւ կստիպի ձեզ փոխել ձեր կյանքը։ Այդ եղջյուր, այսօր չարժե շատ ժամանակ վատնել մտորումների վրա, որքան ավելի շատ եք դուք մտածում, այնքան ավելի փչանում է ձեր տրամադրությունը։ Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքներին։ Լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ։ Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ են հայտնաբերում։ Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար։ Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել։ Ջրհոս, օրն առանց կորուստների կանցնի միայն դեպքում, եթե դուք զգույշ կորցեք։ Լավ կլինի, որ հրաժարվեք այն ուղևորություններից, երբ դուք ղեկին եք լինելու, ինչպես նաև բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից։ Տրամադրությունը կբարձրացնեն լավ կամպանիայով սպոսանքները։ Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենը իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները։ Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է ուսման, գիտական գրականություն ընթերցելու համար։ Ձեզ մոտ նոր հետաքրքրություններ եւ հրապուրներ կառաջանան, որոնք շնորհիվ նոր պրոֆեսիոնալ հորիզոններ կբացվեն։ Ձկներ, շատ բարենպաստ օր է, հարմար ամենատարբեր խնդիրներ լուծելու համար։ Դուք հեշտությամբ եք անցնում մի գործից մյուսը, դժվարությունները ձեզ չեն վախեցնում։ Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք դուք հեշտությամբ եք իրականացնում մտերիմների օգնությամբ։ Հիանալի օր է ուղևորությունների համար։ Նոր տպավորությունները չափազանց օգտակար ազդեցություն են թողնում։ Լավ են անցնում բոլոր հանդիպումները։ Նախկին թշնամիները կարող են դառնալ ձեր դաշնակիցները։ Հնարավոր են ավագ ազգակների հայցեր։ Չի բացառվում, որ հաճելի լուրեր լսեք։